Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ, այսօր Փաստ-Ինֆոյի հյուրը միջազգայնագետ Դավիթ Կարապետյանն է։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան։ Ողջույն։ Շնորհակալ եմ հրավերն օգնելու համար։ Շնորհակալ հրավերի համար։ Պարոն Կարապետյան, ինչ տվեց մեզ Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը, որոնք էին դրա արդյունքները։ Բարի, նախ բնութագրենք այդ գագաթնաժողով ասածը, հետո հասկանանք գնահատականները։ Բավականին լուրջ միջազգային կարգի միջոցառում է, ինչ խոսք, ողջունելի է, որովհետև նման միջոցառումը նշանակում է, երբ որ աշխարհի եւ մասնավորապես եվրոպական աշխարհամասի եւ տարածաշրջանի դիվանագիտությունը քաղաքական ողջ եռուզեռը կենտրոնանում է քո երկրի վրա, մասնավորապես Երևանը հանդիսանում է հարթակ։ Ինչ խոսք ողջունելի է, շատ կարևոր միջոցառում է։ Ամեն դեպքում սա նաև չի նշանակում ֆետիշացում, որովհետև սա ընդհանրապես հարթակ է որպես այդպեսին։ Ուրիշ բան, թե հայկական կողմը դա ինչպես իր օգտին կներկայացնի եւ արդյունքներ կքաղի այդ մասով, որպես այդպեսին միջոցառումը իր արարողակարգային ողջ բնույթով կարծես նորմալ է անցել աշխարհի մի շարք երկրներից, ավելի ճիշտ եվրոպական երկրներից եւ ԵՄ անդամ եւ ոչ անդամ երկրներից ժամանել են պատվիրակներ եւ գիտենք բացի բարձրաստիճան ղեկավարներից նաև վերպետական կառույցների ղեկավարներին ժամանել Հայաստան բնականոնով գագաթնաժողովի անցկացում էր։ Շատ լավ է։ Ուրիշ բան, որ այո, միջազգային հեղինակության, Հայաստանի իմիջի բարձրացման մասով կարող են մարդիկ, որոնք որ Հայաստանի տեղը չգիտեին քարտեզի վրա կամ անունը անգամ չէին լսեցին, աշխարհը խոսեց, որ նման փոքր երկրում նման մեծ մասշտաբների միջոցառումը անցկացում, բնականաբար այս ամեն ինչը շատ գնահատելի է։ Այս մասով խնդիր չեմ տեսնում։ Խնդիր եմ տեսնում, թե հարթակը ինչպես կօգտագործենք իշա հայազգի, պետական եւ ազգային շահերի տեսանկյունից մեր հետաքրքրությունների շրջանակներում։ Այստեղ թերություններ եմ տեսնում, որովհետեւ տպավորություններ, որ զուտ հրավիրողի դերում էինք, արարողակարգային բնույթ ենք ստանձնել եւ վերջա, եւ այդ հարթակը երբ որ կարող ենք շատ ավելի խոհեմ օգտագործենք եւ որպես հարթակ նաեւ մեր քաղաքական հիմնական դրույթները առաջ քաշենք, ես չնկատեցի։ Ուշ-ուշով հետևել եմ process-ին, չեմ նկատել։ Ավելի շատ տեսանք, որ Ադրբեջանի նախագահը ինչպիսի ցայտնոդի ֆոնի վրա, մեղադրական տոնայնությամբ մեղադրեց հենց այդ կառույցներին, որոնք ժամանել էին, եւ տեսանք ոչ մի կետ մեկ խոսք հակադարձում եւ այլն։ Իհարկե հանուն արտահայտության ասենք Եվրախորհրդարանի ղեկավարը հավուր պատճաճ բավականին դիվանագիտական ճիշտ խոսույթով տեղը դրեց Ալիևին, ինչ որ պետք էր ասեց կարճ, հա։ Հետևաբար այս մասով նաեւ դա կուզենայի դրա մասին խոսեինք։ Ամեն դեպքում ես տեսնում եմ, որ որպես այդպեսին շատ դեպքերում այդ ֆետիշացումը, որ ասում են, պայմանավորված էր որոշ լիդերների այստեղ իրենց վարկագծով, ոչ դիվանագիտական վարկագիծը դրսևորելով, բայց ամենայն դեպս փորձը ցույց է տալիս, որ ժողովրդի միստվար զանգված, լինի դա հայ հասարակության թե միջազգայինորեն, այս ամեն ինչ ասում եմ, շատ լավ է դա անցալում, նորմալ է, իրենց համար դա բնական է, հա, եւ այդ ամեն ինչը կերակրում են ժողովրդին, հա, շատ դեպքերում անգամ երբ որ պատնեշն անցնում են ու եւ մեյմուն միմոսության ականատես ենք անգամ դառնում։ Բայց փաստը այն է, որ նաեւ եղան հայտարարություններ, որոնք որ մեղմ ասած վիճահարույց են եւ ավելի շուտ շողոքորտակ հծնանքեր նմանվում եւ երեսպաշտության, քան թե ռեալ պոլիտիկի, որտեղ երկրի ղեկավար լինելով հանդերձ հայտարարություններ անել, որոնք որ շատ վտանգավոր են ու շատ թերի, դա ամոթ է, որ երկրի ղեկավարն են անում։ Երկու կարևոր դրվագ կառանձնացնեի։ Տեսեք, Մակրոնի խոսույթը, որը բացարձակապես կեղծիքի եւ սուտ դեզինֆորմացիայի հիմքի վրա է, հայտնի խոսույթը, որ ով էր պատկերացնում, որ դերևս 8 տարի առաջ այս երկիրը ինչ-որ մեկ այցելուկ ունենար, ի նկատի ունենալով բարձրաստիճան ղեկավարությանը, եւ հասկանալի է, որ տարապ պետք է տեղի ունենար հագադարձման
այդ թվում ես որպես մասնագետ, առաջինը ինչ է գալիս։ Առաջինը գալիս է հիշողության մեջ, որ եւ Օլանդը, եւ Ժակ Շիրակը, եւ նախորդ Սարկոզին, հա, պրեզիդենտները ժամանել են, այստեղ է ժամանել Հռոմի պապերը, այստեղ են ժամանել մի շարք այլ աշխարհաքաղաքական կենտրոնների լիդերները, մի շարք երկրների նախագահներ, այստեղ գագաթնաժողովներ են եղել, այստեղ անցկացվել է ֆրանկոֆոնիա 57 եւ ավելի ներկայացուցիչներ, այսինքն այդ խոսույթը հասկանում ես, որ տվյալ դեպքում իշա այս իշխանությունների, որովհետև այսպես սինխրոն վարում են նույն քաղաքականությունը, որովհետև նա բառացի նույն կերպարն է, ինչ որ մեր ղեկավարը այս երկրում։ Ընդ որում նա գնացող է, սա գնացող է, բայց հասկանալի է, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները հարատև են։ Քննարկման առարկա չի այդ մասով։ Եվ երկրորդը այդտեղ այդ տոնայնությունը, որ Հայաստանը իրենք դիտարկում են որպես Ռուսաստանի սատելիտ։ Սա ինչ խոսք է, սա ինչ արտահայտություն է։ Այսինքն դուք ընդունում եք, որ կամ ճանաչում եք Հայաստանին որպես սատելիտ։ Մինչև այդ ձեր նախորդ նախագահները ժամանում են կետ մեկը այդպիսի հայտարարություն, այսինքն դուք ինչ տպավորություն եք ստեղծում, որ դուք ուղղախոս եք, շիտակ եք, հա։ Պարոն Կարապետյան, ինչպես դուք նշեցիք, հա, 3 այդ դրվագները առանձնացնենք 3 հիմնական ելույթները, դա Ալիևի, Մակրոնի եւ Զելենսկիի ելույթներն են։ Առաջինը հենց Ալիևի ելույթի մասով փաստացի մեր տան մեջ, լինի դա հերավար թե ֆիզիկական ներկայությամբ, բայց ամեն դեպքում Ալիևը մեզ մեղադրում է աշխարհի բոլոր մեղքերի մեջ, մատ է թափ տալիս Եվրոպայի վրա եւ տան տերը, հյուրընկալը ոչ մի բառ չի, շնորհակալություն եմ։ Դա աբսուրդի մարազմի նման թևեր տվել։ Բնականաբար այս իշխանությունները իդեմս Նիկոլ Փաշինյանի, ուղիղ պատասխանում եմ ձեր հարցին։ Այդ ամեն ինչը ես նախորդից հա ավարտելով ձեր հարցին անդրադառնամ։ Մակրոնի պարագայում հա ինչ ենք տեսնում։ Առավոտյան հելնում է, վազում է, ցույց է տալիս, որ ինքը ազատ, անկաշկանդ տեղաշարժվում է Հայաստանով, սա իր համար բարեկամ երկիր է, հա, լավ է այդ րոպեին նաև մեր վարչապետը իհարկե հեծանիվով կարող էր միանալ եւ այլն, բայց ավելի գեղեցիկ ֆոներ կարող էին ապահովել։ Դե երկեցին միասին։ Երկել ապարելը տեսանք, երկակցելը տեսանք, թմբուկ չկար այդտեղ, չգիտես ինչ մասնակցություն, բիս բրավոների ագանատես դարձանք, ծափող ջույններ, այդ ամեն ինչը ուտում է ժողովրդի միստվար զանգված, հասկանալի է, բայց դրանց անդին կա ռեալ պոլիտիկ, հա, ու այդ խոսույթը ընդ որում, որը ոչ միայն ռուս-ֆրանսիական հարաբերություններին փչացնում է, վնաս է տալիս, շատ մասշտաբորեն։ Այստեղ նաև խնդիր է առաջացնում, հասկանում եք, այդ խնդիրը ավելի շատ մեզ համար է խնդիր առաջացնում։ Մակրոնի եւ նման հայտարարությունները իրանք կարծես այդ ուղղախոսություն են անում, բայց դրանով վնասում են մեզ։ Նախ ճանաչում են մեր երկիրը այդպես, որը բնավ այդպես չի։ Երկրորդը, հենց այդ տրամաբանության շղթայի մեջ, տեսեք, եթե Մակրոնին է գոնե այդ դրվագներ, Զելենսկու դրվագին անդրադառնամ, հետո ձեր հարցին վերադառնամ Ալիևի մասով։ Զելենսկին գալիս է Հայաստան, առաջի բանը որ անում է, հագնում է իր կամուֆլյաժը, գնում է Ռուսաստանի դեսպանատան դիմաց ու սելֆի անում։ Այսինքն նախ առաջինը դա երկրի ղեկավարին ոչ բնորոշ վարքագիծ է։ Երկրորդը հասկանում դա ճղճիմ մեյմունություն է, ես այդպես բնութագրեմ, որտեվ դա ասենք դա երկրի ղեկավարի չէ, դա կարիկատուրայի կերպար է, ուրիշ բան չէ։ Եվ երրորդը, նայեք, լավ դրանով դու ինչ ես ուսուցում տալիս, հասկանում եք, մարտի դաշտում տանուլ ես տվել 120,000 քառակուսի կիլոմետր տարածք, զոհեր ունես, եկել ես ուրիշ երկրում դեսպանատան դիմաց, այդ միմոսությունը ինչ է դա, ինչ պետք է դա բնդի։ Լավ ուրիշ բան, այս իշխանությունները չգիտեին, որ ինքը այդպեսի բանը կարող է իրեն թույլ տալ։ Լավ չեն հասկանում, որ դա առաջինը գրգռի հայ-ռուսական հարաբերություն, այսինքն առանց այն էլ պրոբլեմ կա, լուրջ ջրբաժան կա, խնդիր կա, հակառուսական քարոզչություն կա, գիտեք ինչ կարգի, հա։ Այս ամեն ինչին մեզ պետք է եւս մեկ խնդիր ավելացնենք։ Առանց այդ էլ, այո, հայ-ռուսական հարաբերությունները ջրբաժանի փուլում են եւ շատ լուրջ կրիզիսային պայեր կան։ Այսինքն իրենք լավ հասկանում են, չէ՞, որ եթե Զելենսկի նման բաներ են թույլ տվել, ուրեմն կանաչ լույս ունեն Հայաստանի իշխանությունների կողմից։ Թե չէ պարզ է, չէ՞, կամ այդ մարտը ինչքան անբարոյական պետք է լինի, որ հասկանալով, որ դրանով Հայաստանի Հանրապետությանը ռիսկերի առաջ են կանգնացնում, մինիմում խնդիրների առաջ, դու գնում ես նման սելֆի ես անում։
Կամ դրանով ինչի ցուցադրություններ, դա ինչի դեմոնստրացիա էր։ Ուժի դեմոնստրացիա էր թքած ունենալու, թե ինչ, հասկանում եք, այս տրամաբանությունը անընդունելի է, դրա համար եմ ասում, այս ամբողջ գագաթնաժողովը դրանով հեղինակազրկվում է, հասկանում եք, երբ որ հասկանում ես, որ այդ լիդերների մեջ կան մարդիկ, որոնք որ իրականում ձևականության, երեսպաշտության, շատ դեպքերում դիլետանտ դեմագոգիայի հետևից են ընկած, քան թե քաղաքականությամբ զբաղվեն։ Այդ մասով, ինչ վերաբերում է Ալիևին։ Ալիևը իր ամպլուայի մեջ է, ինչպես միշտ հա, իր այդ հռետորաբանությունը կա, ձևական հասկանալի է ողջույնի խոսքից այնուհետև ուղիղ մեղադրանքներ, բարձր տոնայնություն, եւ այդ ամեն ինչը հրամցվում է ու վերջում ստանում է շնորհակալության խոսքեր, գովասանքի խոսքեր, ինչ խոսք։ Եվ այստեղ հասկանալի է նաև նա ցայտնոտը, որտեղ մեկ օր առաջ գիտեք հայտնի բանաձևներ ընդունվել, դրա մասին ես իմ հրապարակային ելույթներում գնահատականս տվել եմ, բացատրելով թե ինչա տալիս այդ բանաձևը մեզ, եւ հասկանալի է, որ հիմա Եվրոմիություն, Ադրբեջան կա լուրջ էլի ջրբաժան, չնայած որ նայում ես, երբ որ անցած տարի եւս երկու լուրջ բանաձև ընդունվել, այսպես կոչված հագա-ադրբեջանական, բայց իրական, հա, արժանի որոշումներ բանաձևի տեսքով, հասկանում ես, որ ժամանակ առ ժամանակ մերթ նման ճղաձգումներ լինելու են, բանաձևեր լինեն, բայց դա քաղաքական պատասխանատվության եւ իրավական գործընթաց չի ունենալու։ Այսինքն դա ընդամենը թղթի վրա գրված բանաձևեր են, որոնք որ կյանքի ուժ չունեն։ Ցավոք, մանավանդ որ հայկական կողմը մինիմում հետամուտ չի լինում այդ հարցով։ Մակրոնը նշում է, որ Հայաստանը իբրև թե 18 թվականից հետո շահել է, հետաքրքիր է որն էր այստեղ Հայաստանի շահ Արցախի կորուստը, անվտանգային ու տնտեսական լուրջ մարտահրավերները, որի առաջ որ այսօր մենք կանգնել ենք եւ չի ստացվում, որ մեր կարգավիճակը փոխելով մենք ընդամենը ինչ որ ավելի վատ եւ անորոշ իրավիճակում ենք հայտնվել, ընդ որում այս ամենի հետևանքները նույն Մակրոնի հայտարարությունների եւ պահվածքի անմիջականորեն Հայաստանն է կրելու, ոչ թե Բրյուսելը կամ Փարիզը։ Տեսեք, Մակրոնը այն անձն է, այն քաղաքական ֆիգուրն է, որը որ ինչպես Դոնալդ Թրամփը հայտնի է իր իրարամերժ հայտարարություններով։ Ուրիշ բան, երբ որ ասում է ժամանակին եւ դա պնդում է շատ քաղաքական դեմքեր, որոնք անմիջապես ներկա են եղել այդ խոսակցությանը, որ խնդրեմը հենց Փաշինյանն է, ժամանակին հիշում եք Արցախի հետ հանձնման հետ կապված էթնիկ զտման տարիներին 22 թվականին Պրահայում չմոռանանք, հա, ով նաև Արցախի թաղումը կազմակերպեց։ Այդ մեկ Մակրոնը, որը այդ խոստովանել է։ Գիտեք, ես շատ կարևորում եմ հայ-ֆրանսիական բարեկամությունը եւ եղբայրությունը, ես շատ կարևորում եմ եւ մեկ անձով չեմ պայմանավորեցնում, որտեղ միջպետական հարաբերությունները անձով չի պայմանավորված։ Կա քաղաքական դոկտրին, միջպետական հարաբերություններ, որոնք ավելի վեր են։ Բայց գիտեք, անգամ եթե անձով չպայմանավորեցնեմ, այ ոնց որ հիմա, տեսեք, ասում են երաշխիքներ, ինչ ակնարկեր անում Մակրոնը հայտարարելով, որ Հայաստանի Հանրապետությունում կա, դեռևս կա, այսպես հոգացավով, լալահառաջ կերպով ասում է 4000 եւ ավելի ռուս զինվորականներ, 1000 սահմանապաններ եւ մի հարց պետք է լուծվի, պետք է այս ժողովուրդը, այսինքն առաջարկում է եվրոպական զինվորներ բերեն կամ եվրոպական ներկայացում փոխարինելով Ռուսաստանին, անունը դնելով, որ Հայաստանը այդպես էլի ինքնիշխան է ու սուվերեն է, այսինքն փոխարինում են ընդամենը, հա, ռակիրովկա ասածն են անում, ու այդ տրամաբանությամբ այդ մարդը տրամաբանում է, որ ինքը երաշխավորում է, այդ կերպ կերաշխավորվի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, անվտանգությունը, անձեռնմխելիությունը եւ այլն։ Գիտեք, ես միշտ պատմական կարող եմ շատ ակնարկներ անեմ, հա, բայց մեկը կասեմ, էլի 21 թվականին էլ նույն Ֆրանսիայի պրոտեկտորատ Կիլիկյան էին փրկում այդպես, վերջում տեսանք ինչ եղավ։ Մակրոնը նաև խոստովանեց, որ Պրահայի պայմանավորվածության հովանավորը, քավորը, միջնորդը ինքն է եղել։ Այ հիմա մենք արդեն կարող ենք ենթադրել, որ Արցախի հանձնումը դա այն գիններ կամ կանխավճարն էր, որը Հայաստանին հնարավորություն տվեց, օրինակ նման միջոցառում կազմակերպել այստեղ։ Շատ լավ հարց եք տալիս, փաստացի այդպես է ստացվում։ Փաստացի, գիտեք, եթե շատ ժողովրդական լեզվով խոսենք, այո, Արցախը պետք է հանձնեն, ինչպես իրենք էին ասում, իրենց բառերն եմ ցիտում, որ հանգիստ ապրենք, որ այսին Արցախը իրոք ստացվում է այն ժողովրդական լեզվով ասած ջարմա էր, որ քաշ էր տալիս այս ժողովուրդը, այսինքն դրա պատճառով էր մեր բոլոր անհաջողությունները, խնդիրները, երբ որ Արցախի հարցը լուծվեց, արդեն մենք խնդիր չունենք, բայց մարդիկ չեն ասում, որ
թուրք-ադրբեջանական տանդեմի առավելապաշտական ու ծավալապաշտական ծրագրված օրակարգային դրույթները դեռևս չեն ավարտվել։ Հələ հակառակը նոր լիցք, նոր թափ են ստանում, նոր որակումներ ու գունագեղություն են ստացել։ Երբ որ նայում ես թե ինչ պահանջներ, այ տեսեք, ասում են խաղաղություն եկե, Ալիևն էլ էր ասում խաղաղություն եկե, բայց փաստաթղթավորված խաղաղություն չկա 1, երաշխավորված խաղաղություն չկա 2։ Իրենց համար այստեղ կա խաղաղություն, որ 8 ամիս սահմանին կրակ չեղել, ուրեմն տրամաբանորեն ըստ իրենց դա խաղաղություն է։ Բայց դա պերմանենտ խաղաղություն կարող է լինի, ինչպես պերմանենտ պատերազմ կարող է լինի, հա, պատերազմն էլ ժամանակ առ ժամանակ դադար է եղել, հա, այդպես եղել է ֆրանս-գերմանական պատերազմը 100-ամյա, հա, տարիներով կարող է դադար լիներ, հետո էլի բռնկվեր։ Այսինքն, եղբայր, եթե դուք ձեր կարճ ուղեղով այդպես եք պատկերացում կազմում խաղաղության մասին, ուրեմն դուք քաղաքականապես տգետ եք կամ ոտաբոբիկ, որովհետև խաղաղությունը այդպես չի կառուցվում։ Ընդհանրապես խաղաղության օրակարգի մեջ կա մեկ տրամաբանություն, որը դու պիտի ցկտես, դա ռազմաքաղաքական բալանսի վերականգնում է, ուրիշ տարբերակ չկա։ Էն էլ հələ մի հատ նայեք, թե 5.1 միլիարդով իրենց բյուջեն եւ մեր բյուջեն ռազմական, հա։ Չնայած որ այդ թվերը դեռևս հարաբերական է ասված։ Այդ ես եմ ասում, որպես նաեւ ռազմական որոշակի գիտելիքներ ունեցող մարդ։ Հիմա գալիս ենք նրան, որ այս մարդկանց ձեռնտու է 0 պրոբլեմ, որովհետև շատ ավելի հեշտ ու հանգիստ է գալ, կովաբանել քեզ հանձնելու, զիջելու, քո ազգային անգամ պետական շահերից չխոսելու, բան, որովհետև այդտեղ պրոբլեմ արդեն չկա, որի մասին խոսել։ Եվ այս մասով, երբ որ դու ցույց ես տալիս կոսմոպոլիտ վարկագիծ, ցույց ես տալիս, որ դու հարևանների հետ ոչ մի խնդիր չունես, սա իրանցնա, այստեղ խնդիր չունեմ, եկեղեցին են քանդել, ոչինչ, այդ իրանց տարածքի մեջ է, ինչ ուզեն դա կանեն։ Եթե այդ տրամաբանությամբ, հա, ես միշտ բնութագրում եմ այդ քաղաքականությունը, այս երկրի, այս իշխանությունների քաղաքականությունը մեկ բառով, как бы чего не вышло։ Այս րոպեին հանգարց Ալիևը չզայրանա, հանգարց իր պահանջները, եւ ընդ որում այստեղ էլ պահանջները գիտեք, սահմանադրության պահանջի փոփոխությունն է այս պահին ակտուալ, որը որ եթե ընտրություններում նրանք վերարտադրվեն, վստահ եմ ավելի քան որ գնալու են այդ քայլին, բավարարելով Ադրբեջան։ Եթե դա չլինի, չի բացառվում, որ նաեւ էլի, որտեվ դրա մեջ են իրանք տեսնում պատերազմի հռետորաբանությունը, որ եթե հայկական կողմը չի հրաժարվում, հետեւաբար միտում ունի հաջորդիվ շարունակելու։ Դրա համար էլ իրենց համար սրդի հաջո եւ իրենց քիմքին հաջո է այս իշխանությունները, մասնավորապես այս մարդու դեմքով։ Պարոն Կարապետյան, Զելինսկին իր սելֆիից բացի նաև փաստացի ելույթում Հայաստանը հակառուսական հարթակրճակ է։ Կարող ենք ասել, որ Եվրոպական միություն կամ արևմուտք Ռուսաստան հակամարտությունն ու առճակատումը ուղղակիորեն տեղափոխվում է Հայաստան։ Դե ռուսական մամուլը, հա, երբ որ ուսումնասիրում ես, ավելի շատ որ պրո իշխանական, հա, որպեսզի հասկանաս իրենց դիրքորոշումները, հա, ինչ քամիներ կգան, հասկանում ես, որ շատ ծանր են տանում, այդտեղ ոչ թե խանդի տեսարանների, այլ կամ քենապահության։ Գիտեք վադը որն է, ռուսական քենապահությունը շատ վատ է արտահայտվում։ Եվ դա շատ ծանր հետևանքներ ունենում հայ ժողովրդի համար, հատկապես տնտեսապես։ Գիտեք, այսպիսի ոգևորված լիդերներ չագերտավոր գնալու են ու գալու են, բայց հետևանքները անբեգանելի են, ինչպես որ Արցախի կորուստեղա, որ հիմա 1000 խելացի մարդ փորձում է ելք գտնի, տարբերակ գտնի։ Հիմա այս մարդիկ գալիս են, դու իրան հարթակ ես տրամադրում, ժողովրդական լեզվով ասած բերնից գալածը խոսում է, չհասկանալով, հա, թե ինչ է խոսում կամ ընդհանրապես ինչն է հարիր երկրի ղեկավարին, կամ առավել ևս պատերազմական իրավիճակում, առանց հաշվի առնելու, որ ինքը դա անում է այնպիսի մի երկրում, որ ըստ հաջորդ իր գոլեգայի դա դերևս սատելիտ է։ Ու այդպիսի հայտարարություններ անում, հասկանալով, որ թիրախավորում է մեր երկիրը։ Վաղը ինքը թողելու է գնա։ Ընդ որում այդ նույն մարդն էր, չէ, որ տոնում էր հատուկ շնորհավորանքներ, ամբողջ Կիևը ողողված էր Ադրբեջանի հաղթանակի քարոզով։ Այդ մարդուն դիմավորում ես, այդ մարդը քո փաստացի դե ֆակտո եւ դե յուրե քո դաշնակցի մասին խոսում է այնպիսի բառապաշարով, որ անընդունել է տվյալ դեպքում, սաստող չկա, հասկանում եք։ Ես հասկանում եմ, որ լավ, ընդունել ենք, եղբայր, ընդունել ենք քեզ, բայց դու ինքդ պետք է հասկանում ես ոչ թե ուժեղ տղայի կերպար որտեղ գրած, որտեղ դու այդ ուժեղ տղան չես։ Դու մնացել ես նույն կավենշիկը, ոչ ավելին, ուղղակի լուրջ դեմքով, մռայլ հայացքով։
դու այդպես է չդարձար քո երկրի համար իրոք լիդեր։ Ես այդպես կբնութագրեմ, գիտեք, յուրադուկ հարգանք ունեմ ուկրաինացի ժողովրդի հանդեպ, իմ համար դա անձնական ցավի պես բան է, երբ որ նույն ժողովուրդները, նույն եղբայրական արյունագի ժողովուրդները իրար միս են ուտում, իրար սպանում են, իրար կեղեքում են, տարածքներ են վերցնում եւ այլն, բայց փաստը այն է, որ նման ղեկավարների արդյունքում է, որ խնդրեմը ինքնին ավելի է խորանում։ Հասկացանք Ռուսաստանի ծավալապաշտական նկրդումները, կայսերապաշտական գիտենք ինչ է, բայց այսօր հասկանում ես, որ աշխարհը թկած ունի միջազգային իրավունքի վրա, ինչպես որ դա բառացի ասում է Թրամփը, որ իրենք այլ արժե համակարգ, որ ուժն է ծնում իրավունքը միև այդ գաղափար։ Ու այստեղ խոսում են դեմոկրատական արժեքների մասին, դեմոկրատիան այստեղ լրիվ։ Ես Ֆիդել Կաստրոյի խոսքերը կարող եի այստեղ մեջ բերել, շատ ֆանտաստիկ խոսքեր էր ասում, բայց չեմ անի, որտեվ այլ ընկալում կարող է ունենա։ Այդ դեմոկրատիա, այդ դեմոկրատիա ասելով են պատերազմ բերում, այն մարդիկ, որոնք որ գոռում են, կոչում են դեմոկրատիա։ Իրական դեմոկրատիան, ասում է, երրորդ համաշխարհային պատերազմը լինելու է Եվրոպայում։ Եվ դրա անունը լինելու է դեմոկրատիա։ Եվ վերջում, պարոն Կարապետյան, հիմա քաղաքական դաշտը խառնված է, անդադ լուրեր են շրջանառվում, որ օրինակ ռուսամետ ուժերը ֆինանսավորել են այսպես կոչված եվրոպական գաղափարախոսությամբ ուժերի հակառակն է տեղի ունեցել եւ շատ դեպքերում արդեն անգամ փորձում են հանրության մեջ սերմանել այն տեսակետը, թե Նիկոլ Փաշինյանը ռուսական պրոյեկտ է եւ իր հակառուսական այսպես քաղաքականությամբ փորձում է Ռուսաստանի շահերն առաջ տանել։ Հիմա հարց է առաջանում, օրինակ Ռուսաստանը այդքան պարզունակ խաղացող է, որպեսզի նման ուրեմն պրոյեկտներ դնի եւ իր շահերն առաջ տանի, կամ Եվրոպան այդքան միամիտ է, որ խայծը կուլ տա եւ օրինակ գա ռուսական պրոյեկտի երկրում, հարթակներում հակառուսական կոչեր հնչեցնի կամ ընդհանրապես խոսի ինչ որ թեմաներից։ Հասկանում եք, չէ՞ որ այնպեսի հարց եք տալիս, որ մագերեսային չի կարելի պատասխանել եւ մատերի արանքով առավել եւս։ Իրականում հասկանում ենք, չէ՞, որ խոսքը վերաբերում է հեգեմոն գերտերության վարած քաղաքականության, ընդ որում այդ քաղաքականությունը, եթե անունը դնենք, այդ 5-րդ Շարասյան, չէ, այդպիսի բառերով են հիմա բանան, մամուլի միջոցով եւ այլն բառեր կան, չէ, որ կիրառում են հիմա այդ տեսեք ռուսական կողմը բնականաբար իր քաղաքական վարքագծով հանդերձ ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետության հանդեպ իր հետաքրքրությունները չեն ստորադասվում եւ չեն զիջվում։ Դա հասկանալի է։ Իրենց բնական շահերն են նաեւ այստեղ առերեսվում։ Հարավային Կովկասում դա իրենց համար սա շատ կարեւոր տարածաշրջան է։ Եվ բնավ ես այն կարծիքը չեմ կիսում, որ իրենք մտադրված են լքել տարածաշրջան, ինչպես ներկայացվում են, կամ մենք այնքան արդեն ինքնաբավ ենք, որ քաղաքական ծիրից դուրս ենք եկել ռուսական, հիմա դե այսպես գեղեցիկ փաթեթավորված չէ, դիվերսիֆիկացիա արտաքին քաղաքության, սկի չգիտեն այդ բառի իմաստը, գնում ենք Եվրոպա, Եվրոպան է մեզ ընդունում է։ Հասկանալի է, որ այստեղ կա երկու աթոռների նստելու քաղաքականություն, հայտնի Զախարովայի խոսքը։ Այստեղ կա մանևրելու քաղաքականություն, երբ որ դու գնում ես արյուծ ես կտրում այնտեղ գալիս ես այստեղ խելոք գառես։ Այդ ամեն ինչը տեսնում ենք, բայց այստեղ ես կուզենայի ձեր ասածի մեջ մի հատ կարևոր տռույթ կար փաստերով։ Եղբայր փաստերով ցույց տվեք, որ ֆինանսական միջոցներով այդ ամեն ինչը գեներացվում է այստեղ, հա։ Ու Եվրոպան ըստ Արարատ Միրզոյանի խնդրագրի հատուկ խմբեր պետք է ուղարկի, օրինակ, որ առաջիկա ընտրություններում նրանք արտարարանաչար ընտրություններին մասնակից լինեն, կազմակերպեն process-ը։ Այսինքն խոսում են ռուսական հնարավոր ուրեմն միջամտությունից, ձևակերպում այդպես է հայտնի։ Եվ մոլդովական սցենարով բերում են Հայաստան մարդկանց, որոնք որ պետք է այստեղ մեր ոչ թե մեր փոխարեն, մեր հետ համատեղ իրականացնեն այդ աշխատանքները, որպեսզի ձևակերպումը հիպերֆանտաստիկ է, ասում եմ հիբրիդային պատերազմից խուսանավելու համար, հիբրիդային միջամտությունից։ Այսինքն դու բա խոսում ես սուվերեն, արդեն տարել ես կայացած ինքնաբավ պետություն, բա այսքան տարի այդ իշխանությունները կազմակերպել են այդ process-ը, այդ ոնց եղավ, այսինքն ամբողջ աշխարհում տեղի են ունենում ընտրություններ, այդ 200-ից ավել պետություններ կան։ Հիմա հենց Հայաստանն է, որ պետք է առաջի անգամ նման ձևաչափով նախընտրական էս էտապում խոսում եք ու կիրառելու եք այդ մեթոդը,
Ընդ որում, որ բոլորս գիտենք, որ պրո-իշխանական վարկագիծ է դրսևորվելու, որովհետև այդ մարդկանց գերնպատակը հարավական արևմուտք ասվածի եւ մասնավորապես եվրոպական կառույցների այս իշխանությունների վերարտադրումն է, որտեղ նրանք ուղիղ ասել են, չէ՞, ոնց որ Վենսներ եկավ Երևան ու ասեց, մեր համար պետք է որ այս մարդիկ մնան, մենք ուզում ենք իրանց, դրանից ուղիղ ու անկեղծ էլ ինչ, էլ ոնց ասեն։ Հիմա եվրոպական կառույցներն է, չէ, իր հետ են տեսնում, սիրտիկ են անում, քայլում են, վազում են, նվագում են, երգում են, պարում են, դիջեյություն են անում։ Այդ ամեն ինչը հասկանալի է, որ այս մարդկանց համար սա լավագույն տարբերակն է, իրանք օքեյ են այս մարդու վերարտադրվելու համար։ Ու այս մարդը, այն որ ժողովրդական լեզվով ասած պարաշ չի անում, որ հանգիստ է հիմա, այն բնական իրեն բնորոշ ցայտնոտի մեջ չի, ճղաձգումների մեջ չի, չնայած թեպետ ժամանակ առ ժամանակ լինում է հայ լրագրողների հարցից։ Հետևաբար այս ամեն ինչը բերում է նրան, որ ընտրությունները սպասարկվելու են, կազմակերպչական գործունեությունը սպասարկվելու է եւ հասկանալի է, թե արդեն ինչ պատկերի ականատեսը կդառնանք։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Այսօր իմ հյուրը միջազգայնագետ Դավիթ Կարապետյանն էր։ Փաստինֆոյի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Համախմբենք եւ փրկենք հայրենիքը ներքին ու արտաքին թշնամուց, մինչ նոր հանդիպում։